Առաքինությունից մեկը ժուժկալությունն է։ Ժուժկալություն նշանակում է չափավորություն։ Երբ է մարդը ժուժկալ լինում։ Երբ որ մարդը Աստծոց հարուստ է լինում, հագեցած է լինում։ Ամենաժուժկալը ճգնավորներն էին, անապատականներն էին, ինչու, որովհետև խիստ անհրաժեշտ պարագաներն էին իրենց պետք, ուրիշ ոչինչ իրենց պետք չէր։ Ինչու, որովհետև իրենց առօրյան կենցաղը Աստծով էր, ամբողջ Աստված պաշտության մեջ էին, իրոշներին փառաբանում այդ աշխատանքն ինչ որ իրենք աշխատում էին, իրականում մարմնական աշխատանք էր, որ ծույլ չմնան, պարապ չմնան, եւ իրենց ձեռքի վաստակներն էլի աղքատներին էին տալիս։ Էլի օգնում էին կարեկավորներին։ Ինչու, որովհետև խիստ շուշկալ էին, չափավոր էին։ Կարծես դրախտային մի վիճակի էին հասել։ Ադամն էլ կարիք չուներ որևէ բանի։ Ամեն ինչ ուներ, բայց աշխատելու հրաման ուներ։ Աշխատի եւ մշակի ու պահպանի դրախտը, այգին։ Հիմա բնականաբար, երբ որ մարդը վանքում կամ անապատում չի ապրում եւ աշխարհում է լինում, կարծես թե իր պահանջները, իր կարիքները շատանում են։ Եթե ճգնավորները միայն իրանց օրհասական կերակուրն են ուտում եւ ուրիշ որևէ բանի կարիք չունեն, բայց աշխարհում ապրող մարդը բազմաթիվ կարիքներ ունի, հոգսեր ունի։ Այս սկզբունքը նույնն է։ Սկզբունքը նույնն է։ Պետք է մարդը ձգտի խիստ չափավոր, ժուժկալ լինի։ Ինչու է ժուժկալությունը լավ բան, որտեղ ժուժկալությունը ապահովություն է, որտեղ ժուժկալությունը անվրդովություն է։ Երբ որ դու ժուժկալ ես լինում, ձգտում ես, փափագում ես անհրաժեշտին հասնել։ Եվ դրանից ավել է քեզ վրդովմունք է պատճառում, խռովք է պատճառում։ Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է յուրաքանչյուր մարդ իր ոտքերը իր վերմակի համապատասխան պետք է մեկնի։ Հիմա ի՞նչ է այդ նշանակում։ Երբ որ մարդիկ իրենց ուժերից վեր գործ են նախաձեռնում, երկու վտանգ կա։ Առաջին, եթե հաջողվի այդ նախաձեռնությունը, իրենք հնարավոր է, որ ընկնեն ագահության մեջ, այսինքն ավելին ուզեն, գայթակղության մեջ ուզեն, ընկնեն ագահության մեջ ավելին։ Երբ ավելին ինչի հաշվին է, աղոթքի, հոգևոր խաղաղության, հոգևոր կյանքի հաշվին, հոգևորը դու տալիս ես, մարմնավորն ես տանում, որտեղ անհնարին է շատ հոգսերի մեջ դու խաղաղություն կարողանաս պահպանել։ Եթե չհաջողվի քո նախաձեռնությունը, որ քո ուժերից վեր է, ընկնում ես հուսահատության մեջ։ Այսինքն տանուլ ես տալիս, կորցնում ես, սնանկանում ես, ավելի թշվառ վիճակում ես հայտնվում։ Սողոմոն իմաստուն ինչ է ասում, ասում է. Տեր Աստված ինձ աղքատություն մի տուր, որպեսզի ինչ-որ մի բան գողանամ, քո անունով սուտ երդում տամ։ Ոչ էլ ինձ հարստություն տուր, որ քեզ մոռանամ հարստության պատճառով։ Այսինքն Սողոմոն իմաստունը ձգտում է միջին իր վաստակին։ Բայց մարդկանց մեջ կան տեսակներ, որ հազվագյուտ է պատահում, որոնք ներքին ձիրք ունեն արարելու, ստեղծելու, հա։ Եվ դա աստվածային է։ Շինարար մարդ է, կամ անգամ բիզնեսմեն մարդ է, իր մեջ ձիրքը կա, որ ինքը կարողանում է արարել, ստեղծել։ Ստեղ ոչ թե հարցասիրությունն է, այլ հարցը մարդի միջի մասնագիտությունը զարգացնելն է, բժիշկ օրինակ, հա։ Իր մեջ ձիրք կա, որ ինքը արարի, ստեղծի, ավելին իմանա, բարին գո, ի բարօրություն ժողովրդի, որ մարդիկ շահեն։ Բայց դրա մեջ էլ ինքը պետք է զգա, որ շատ շնորհը շատ հոգս է անում։ Մենք մի հետաքրքիր մաղթանք գիտենք, ասում ենք շնորհը ավելանա, հոգսը պակասի։ Որտեղ մարդու շնորհները որ ավելանում են, հոգսերն են ավելանում։ Երբ որ հնում քիչ էր անում, հիմա շատ անում, շնորհները ավելացել են, բայց մարդը սահմանափակ է։ Եվ կարծեմ թե ամենաշնորհալի մարդիկ էլ մի պահ գալիս է, իրանք տեսնում են, որ սանից ավել էլ մենք չենք կարող անել։
Իրենք երբ որ զգացին իրենց սահմանը, իհարկե եթե Աստծո շնորհով է ամեն ինչ, իրապես Աստծո շնորհն է իրենց մեջ խոսում, ի բարօրություն ժողովրդի հանուն Աստծո փառքի են անում այդ ամենը, ոչ թե արծաթասիրության։ Թող զարգացնեն իրենց մեջ այդ շնորհը արարելու, ստեղծելու եւ երբեք չընկնեն արծաթասիրության, կեղծիքի, չարիքի, եսամոլության, հպարտության մեջ, ամբարտավանության մեջ, չէ, անկեղծ սրտով բարին փնտրեն։ Կգա մի պահ, որ իրենք կզգան իրենց սահմանը, իրենց չափը, եւ այդ սահմանը չափը զգացին, վերջ, փորձեն պահել։ Դրանից ավել չեն կարող։ Անկամ մեծամեծ սուրբերը, վարդապետները, հայրապետները էլի բոլորներ ունեն սահման եւ սահմանը հասան ու դրանից ավել էլ չեն կարողանում անել եւ գոնե կարողանային իրենց վաստակը պահել, բավարար էր, հա։ Ուրեմն հենց սա մեջ է ժուշկալությունը, չափավորություն, կյանքի, առօրյայի, կենցաղի, կարիքների եւ անգամ մեր տաղանդի չափավորություն։ Անգամ մեր տաղանդը, մեր հունարը մենք պիտի չափավորենք։ Մենք ինքներս կզգանք այդ չափը մեր ուժերի եւ Աստծո շնորհի համագործակցությունից հետո կզգանք, որ սա է մեր չափը։ Սա ինձ ավել մենք չենք կարողանում։ Եվ Աստծուն փառք կտանք ու այդ ժուշկալության, չափավորության մեջ էլ կմնանք։ Ամեն։